Մոտ երևի մի 7 տարի 8 տարի առաջ, եթե ոչ 10, ինձ մոտ եկան ընկերներ եւ պարսկական կողմից եւ ուրեմն Հայաստանից համատեղ ինչ որ կազմակերպություններ։ Առաջարկեցին այդ տարբերակը, որ խմելու ջուր մենք տանք, հա, եւ մենք ուզում ենք որ արաքսից լինի։ Ասի դուք բերեք նմուշը արաքսի ջրից, մեղրի կողմից, ես կմաքրեմ, կտանեմ լաբորատորիա։ Ու թող լաբորատորիան իր եզրակացությունը տա։ Ես տարել եմ լաբորատորիա, լաբորատորիան տվել է քաղցրամ խմելու ջուր։ Ես չգիտեմ ինչ պատճառներով դա չեղավ, իսկ պարսկական կողմը ինձ առաջարկեց, որ մենք էլ ունենք չեզոք գոտի, դուք կարող եք այդ ձեր գյուտը իրականացնել ազատ տնտեսական գոտում։ Այո, այնտեղ իրականացնել, ես էլ ասեցի որ չէ, ասի, ես մտադրություն չունեմ Պարսկաստան գալու եւ այնտեղ ինչ-որ ջուր մաքրելու։ Եթե մեր պետությունը կհամաձայնվի, խնդրեմ։ Իսկ ինչ ակնկալիք ունեք պետությունից։ Պետությունը թող ակնկալիքներն էր, որ այնտեղ պետքա մի հատ անգար դրվեր, անգարում պետքա մեր ապարատուրան դրվի, մենք մեծ խողովակով ենք տալիս 1 լիտր ջրին իրենք պատրաստ են 3 խորանարդ մետր գազ տալ մեզ։ Չհաշված, եթե գազը չենք վերցնում ենք 3 լիտր բենզին, 1 լիտր ջրի դիմաց։ Բայց մեզ գազը ձեռք կդար, որ մենք կարող ենք տարանցիկ պետություն դառնալ։ Մենք Վրաստանին էլ կարող ենք գազ տալ, Թուրքիային էլ կարող ենք գազ տալ։ Ու մեր գազն էլ մենք ծախսենք այնպես, որ Պարսկաստանի պարսիկ ժողովուրդը իր երկրում լնջել է ժան ավելի։ Գաղտնիք չի տարիներ առաջ, որ Իրանը խնդրում էր, ասում էր, ես բերեմ իմ ծախսերի հաշվին, դնեմ Մեղրի գետի տակունքներում խողովակ, խմելու ջուր որպես, ես քաշում ու տալիս էր 1 խորանարդ մետրին, չեմ հիշում բավական մեծ գումար, որը ամենայն դեպս շատ ավելին է, քան գազը կամ նավթը։ Այսինքն մենք ունենք այդ ռեսուրսը, բայց մենք որպես այդպեսին շատ փնթի, այդ բառատողինցները, եթե ինձ լսում են, փնթի ենք ուրեմն այդ ծախսում։